Ռոբերտ Քոչարյանն ասում է, որ հայ-ռուս պարտության սիմվոլը չի կարող արժանապատիվ խաղաղություն բերել եւ ոչ մի խաղաղության փաստաթուղթ չի լինել։ Նախ իրանք դա ասում են հենց պատերազմից հետո եւ երկրորդը Ռոբերտ Քոչարյանը, երբ որ պարտության սիմվոլներից է խոսում, թող հիշի, որ ինքը երբևիցե հաղթանակ չի տարել քաղաքական դաշտում, նա միշտ պարտվել է բոլոր ընտրություններում, իսկ պատերազմի դաշտում իր անձամբ իր մասնակցության հետ կապված, այո, լավ հարց տվեցիր, ասիր դու անձամբ տեսել ես Ռոբերտ Քոչարյանին պատերազմի դաշտում չի հաղթել։ Ես կարամ դրան հարցով պատասխանեմ, թեկուզ հռետորական, որ քո կողմից պատասխանի կարիք չի լինում։ Իսկ դուք տեսել եք իր մարտավարական անցած ուղին եւ այդ մարտավարական անցած ուղու ապացույցները։ Ես անձամբ կարծում եմ, որ շատ մեծ կասկածի տակ է։ Միակ հին վիդեոն, որ տեսել եմ, այդ որ Լևոն Տեր-Պետրոսյանը իրան հարցնում է, ասում է հայր մերը գիտես, դրանից առաջվա տեսանյութ ես չեմ տեսել, ես այնտեղ տենց մարտական ուղի անցած խիզախ մի զինվորի մի ոյնիչ տեսա։ Մեջ լավ նկարագրել այն։ Դուք իր գիրքն էլ եք կարդաց, Աստված իմ։ Նիկոլ Փաշինյանի Էդ էլ ասեմ, այդ ձեր ընտրությունն է, բայց ոնց կարելի է Քոչարյանի գիրք կարդալ։ Սիմոնյան արդեն մի հայ-ռուսական հարաբերությունը Ռոբերտ Քոչարյանը նշում է, որ հայ-ռուսական հարաբերությունները պետք է ռազմավարական մակարդակի վրա բերվի եւ նա ըստ Ռոբերտ Քոչարյանը եւ նա ըստ չի խոսել եւ այս ամենը կեղծ օրակարգ է եւ միտումնավոր իշխանությունը այս օրակարգը բերում է առաջ, որպեսզի լարվածություն ստեղծի ժողովրդի մոտ, որ մենք ինքնիշխանությունը այսպես կամ անկախության պահապաններն ենք, իսկ Ռոբերտ Քոչարյանը ուզում է միութենական պետության մեջ մտնել։ Բայց նախ ինքը իր նախ Բելարուսի նախագահան դրա մասին բարձրաձայն ասել է։ Իսկ մենք բոլորս լավ գիտենք, որ քաղաքականության մեջ հաճախ լինում է, որ մեկ-մեկ ոչ ուղիղ ձևով է ասվում այն բաները, որը որ պետք է ասվի։ Հիմա պարտադիր էր Ռուսաստանի Դաշնության նախագահը նման հրապարակային մեծ առաջարկ աներ, չէ, քաղաքականության մեջ հաճախ տեսնում ես Բելարուսի նախագահը, որ այդ միութենական միության եթե ոչ հավասար, ապա առնվազն երկրորդ ներկայացուցիչն է ասել է։ Մյուսը Ռոբերտ Քոչարյանը իր ասուլիսներից մեկի ժամանակ, այն որ ասում էր վերպետական որևիցե ինքը դրա մասին խոսել է։ Նաև այն մարդկանց, այն քաղաքական ուժերին, օրինակ Վարդանին Ղուկասյան, որ իրենք պաշտպանում են, այդ մարդը արդեն բաց է ասել։ Այսինքն ինչ ուզում եք իր այդ ամեն ձև այդ խուսափելը ասել, դե ես չեմ ասել, ուրեմն հիմա ես հարցազրույց տամ, վարչապետը ասի, դե ես տես բան չեմ ասել, ասենք ինքն է ասել։ Օրակարգում նման հարց չկա եւ նման մտադրություն չկա, Ում օրակարգում։ Առասարակ Ռուսաստանի օրակարգում եւ ինքը չէ որ դա պետք է իրականացվի։ Լսեք, երբ որ կրնի պատասխանեմ։ Չէ, շարունակեմ ուղղակի, ասում եմ 10 տարի իշխանության է մնալ, եթե պետք լիներ, այդ ժամանակ կդառնայինք, եթե ցանկանայի դառնալ միութենական պետության անդամ։ Դե նախ եւ առաջ այդ process-ը պետք է տնտեսական առումով ավարտին հասցնել եւ դրա համար տեղի են ունենում գույք պարտքի դիմաց գործարքները, գազատարի դուք հասկանում եք, որ ասենք այն ինչ որ մենք էներգետիկ առումով հիմա կախվածություն ունենք, այդ դրա խնդրը եւ դրա հիմնական անողը Ռոբերտ Քոչարյանն է, դուք հասկանում եք էդի։ Գնացել է, եղել է, կներեք էլի ժողովրդը թողներ ինձ հայերեն ոչ այքան հայերեն ու գրական բառեր օգտագործել, գնացել է խողովակը, որը որ նախատեսվել է Հայաստան այլընտրանքային էներգակիր գազ բերելու համար, բանը փոխել է տրանզիտայինից, որ թեորապես եմ ասում, որը որ կարար օրինակ Հայաստանի տարածքով Վրաստանին գազ մատակարարեր, բանը փոխել է, դիամետրը փոքրացրել է, բա այդ նախապատրաստական փուլը կապը, դուք հասկանում եք, ասենք, չգիտեմ, հեղափոխություն անելու համար Լենինի այդ տենց հիմնական սկզբունքներից մեկը, որ դու պետքա կապը վերցնես, կապը արմենցել է, հիմնական բաները հանել այն 200 միլիոնը, տեսեք ինչ 250 միլիոնի դիմաց, որ հիմա մեղադրվում են, հա ինքը 200 միլիոնի համար, 250 միլիոնի դիմաց տվել է այլ երկրի, էլ չեմ ասում, որ ներողություն, բայց ստեղել է ինքը ստում, որովհետև այն ժամանակ այտենց օրակարգ Ռուսաստանը դեռ չի ունեցել, օրակարգները փոխվել են, ասենք այն օրակարգը, որը ունեցել է Ռուսաստանը 2000 թվականին, այնտեղ խոսացվել է Ռուսաստանի ՆԱՏՕ-ի անդամ դառնալու մասին, լուրջ եք ասում, այսինքն ինքը ում է ուզում էշի տեղ դնի, ինքը մտածում է, որ ինքը անգրագետ է, մնացած բոլորը անգրագետ են, իսկ ինքը անգրագետ է եւ անգրագետ է։